Եթե մի օր իրեն տեսնեք, փոխանցեք խնդրում, որ մեր միջև դեռ շատ չխմած սուրճի բաժակներ կան, ու կծկտուր բառ են ուտում։ Մենք կիսատ կատակներ ունենք ու չքննարկած թեմաներ։ Առհասարակ, մենք դեռ չենք գտել այն լույսը, որը մեկս մյուսի վրա սփռելու դեպքում իրար ամենաճիշտ ու կարևոր կողմից կտեսնենք։ Փոխանցեք, որ կան մարդիկ, որոնք գրկելու յուրօրինակ ձեռագիր ունեն։ Իր գրչային ձեռագիրը չեմ տեսել, բայց գրկելու ձեռագիրը գիտեմ։ Ասացեք, որ այդ ձեռագրին փոխարինող ինչ-որ բան չեմ փնտրի, որովհետև չեմ գտնի։ Իսկ ես չեմ սիրում անիմաստ ժամանակ ծախսել։ Հետո էլ այդ ձեռագիրը չափից դուրս հարազատ է փոխարինող ինչ-որ բան գտնելու համար։ Ասացեք, որ իր աչքերի մեջ 7.5 տիեզերք կա։ Ամենաիսկական, ամենաանսահման տիեզերքներ։ 7.5։ Ասացեք, որ ինքն ինձ համար շատ հարազատ ու սիրելի է։ Չնայած, որ ինձ այդպես էլ չճանաչեց։ Ավելի ճիշտ, չճանաչեց այնպես, ինչպես ես կուզեի, որ ճանաչեր։ Չտեսավ իմ այն կողմը, որ կուզեի տեսանելի լիներ։ Փոխանցեք նաև, որ աշխարհում ամենաշատը ատում եմ անզորության զգացումը։ Կարոտը անզորության դրսևորում է։ Ես ատում եմ կարոտել։ Բայց կարոտում եմ ու շատ։ Մեջ բերեք նաև այն խոսքս, որ ես չեմ պատրաստվում ոչինչ փոխել ու վերադարձնել։ Մարդիկ ունեն գնալու իրավունք ու ես հարգում եմ այդ իրավունքը։ Իմ կարոտն ինձ է պատկանում, այլ ոչ իրեն։ Ու ես չեմ մեղադրում։ Ներողություն խնդրեք իմ անունից այդպես էլ հրաժեշտ տալու ճիշտ ձևը չսովորելու համար։ Ու գոռացեք այնքան բարձր, որ իրականներն ընդունակ չլինեն ընկալելու ձայնային ելևէջները։ Չլսելու աստիճան բարձր գոռացեք, որ սիրում եմ իրեն։ Հա, ու ձախ ձեռքը կդնեք ձախ այտին ու աչքերի մեջ կնայեք։ Հետո կժպտակ ու իրեն էլ ժպիտով կհասկացնեք, որ ես չնայած ամեն ինչին միշտ ժպտում եմ։